Բայց այդ դեպքում ես ինչի ես քան խոսեցի։ Այդ ենք ուզում եք հասկանալ։ Բայց այդ դեպքում ես ֆրակցիայի առաջ ինչի։ Որովհետև դա հարաբերության հարց չի, պարոն Անդրանիկ Քոչարյանը ուշադիր լսի եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երբ որ Հարկ Սարգսյանը նոր ծնվել էր 92 թվականին։ Այո, դա է ձեզ դրդում ասում է, որի մեջ չեք քննարկել, որոշել եք նախագիծ ներկայացնել, որ քնարիք քեզ sense ագրեսիվ։ Ագրեսիվ չէ, պարոն Քոչարյան, դուք եք զայրացած այսօր, ողջ օրը դուք եք ասում եք մի ընդհատեք, մի խոսեք, Դուք պարոն Սարգսյանը անգամ ձեզ ասում էր մի ընդհատեք։ Անձնաժողովի նախագահին չի կարելի հակադարձել։ Բայց իր խոսել է պարոն Քոչարյան։ Հերմին այսօրով է հյուրդ։ Հլաս է, այսօր հյուրդով է։ Պարոն Քոչարյան։ Ասեք իմ հարցը պատասխան։ Որ հարցին։ Ինչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչ խնդիրներ առաջացնել։ Բնականաբար ֆրակցիան կքննարկի օրինակից ստացա բացական եզրակացություն։ Դա նշանակում է ըստ կանոնակարգ օրենքի խորհրդի նիստում ինքը չի զեկուցվելու, բայց հեղինակը կարա պնդի, որ սա լիագումար նիստում ուրեմն քվեարկվի եւ քննարկվի, բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի եւս մեկ քննարկում, որտեղ ֆրակցիայի քննարկումը մենք ունեցանք, որ մասնակցեց նաեւ պարոն Պապիկյանը, պարոն Սարգսյանը, իհարկե պարոն Սարգսյանի հարցեր քիչ եղան, հիմնականում պարոն Պապիկյանին, եթե նկատեցիք նաեւ հարցերի մի հսկա քանակ տրվեց այսօր պարոն Արման Սարգսյանին, Պաշտպանության փոխնախարարին, եւ բնականաբար ֆրակցիան պետքա կողմնորոշվի, եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագիծը պետքա կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցեց նախագծին, բայց ֆրակցիայի առաջի փակ քննարկումից հետո պարոն Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ եւ ինչքան ես իմացա մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպմանը։ Դեմ էր, ինչու վերջի րոպեին կողմ քվեարկեց, ճնշումներ եղան, ինչի փոխեց իր դիրքորոշումը։ Քրիստինե Պողոսյանը հիմնավորեց։ Դուք ասեք, ինչու եք դուք ի սկզբանե կողմ եղել։ Չի եղել սկզբան, դուք պարոն Սարգսյանը խառնեց այն նախաձեռնությունը 27 տարեկանին, այս կողմ եմ եղել, աջակցել եմ եւ անցել է, բայց սա դեռ ուրիշ բան է։ Պարոն Սարգսյանը նաև ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է, չկա այդպիսի բան։ Ես ասեցի, հանձնաժողովի բոլոր անդամները նստած են, թող ասեր, այ այս բոլորը ընդդիմադիր իմ ժողովուրդ մեր հանձնաժողովի աշխատանքային բոլոր քննարկումներն ասում են նաև ընդդիմության մասնակցությամբ։ Եթե քննարկված լիներ, պետք է ասեր, այս բոլորը այ աշխատանքային քննարկում եղել է։ Մի բանն է ճիշտ ասել։ Միջգերատեսչական հանձնաժողովը պարոն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել է 2 անգամ, բայց այդ հանձնաժողովը պարտավոր էր վերջնական տեսակետը ավարտելուց հետո քննարկեր եւ քվեարկեր նոր ուղարկեր կառավարության տար համաձայնություն Հայկ Սարգսյանը դնի կառավարության այդ շրջացման, որը չի արվել։ Էլ չեմ ասում քաղաքացիական պայմանագիրը տեղյակ չի, հանձնաժողովը տեղյակ չի։ Ինչ եք կարծում։ Սա այսպես հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանը այսքան բան է, հիմնավորումներ է բերում, քաղաքասարակությունը, այսպիսի օրինագծերը, որը տեսակ խնդիր չի լուծում։ Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում, ոչ էլ պայմանագրայինի խնդիրն է սա լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող էր, դրա համար ես, քանի որ 30 օրվա անցած ուղի ունեմ, գուցե մի քիչ ավել, եւ կարծում եմ, որ զինված ուժերը պետքա օր առաջ մենք ունենանք այնպիսին, որպեսզի ինքը մեր ժողովրդին կարողանա պաշտպանել։ Դա մեկ անհանգիստ աշխարհի կռիվներ եկել է մեր հարավային սահման։ Եվ այս քննարկումը, ես ձեզ ասեմ, նույնիսկ երեկվա հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պետք է հետ քաշեր։ Ասեր, որ դրա վախտը չի։ Որովհետև դա հասել բանակային ծառայության մի այդպես ինչ թատերականացված 30 տարի բանակային ծառայության Պարոն Քոչարյան, դուք 30 տարի բանակային ծառայության մասին եք խոսում, բայց հանրությունը նաև մեզ, ինչպես նշում եք, այդ տեսեք մարդու իրավունքների պաշտպանը այսպիսի հակասությունների մասին է խոսում, բայց մի խնդիր կա, ասում են, որ պարոն Քոչարյանը խոսում է 30 տարվա բանակային ծառայության մասին, բայց իր որդին գիտնական դառնալու հիմքով բանակից ազատվել է։ Մի վարքյան, ուշադիր։ Իսկ պարոն Քոչարյան, եթե բանակից ազատել իր ավակ որդուն, բա փոքրին խիչ խնայեց։ Փոքրն է պատերազմի ժամանակ լավ թոթոր տեղեր Սուտ ես ասում, սուտ ես ասում, ով որ ասում է, որ գլուխը պատին տալը քիչ է։ Ուրեմն Ղուրբան լինեն իմ փոքր տղային, որի մասին Արցախի ղեկավարությունից սկսած զինվորականությունից Վազգեն Քոչարյանի նկարները դրեցի, որպեսզի հասկանան այս տղեն մինչև վերջի օրը նոյեմբերի 8-ը կրակել է։ Հարքուպատիվ ձեր փոքր տղայի, որ տարել է մեկ գիտական տղան, իմ գիտական տղայի գիտական գործերին դու ծանոթ ես։ Դու ծանոթ ես։ Հանրությունն է ուզում ծանոթանալ։ Հանրությանը դու ում ջոց ծանոթացրեք։ Հենց այս պահին էլ իմ մեծ տղաս նաև գիտական այն գյուղապահովագրության համակարգի հիմնադիրներից մեկն է եւ առողջապահական համակարգի օնկոլոգիային վերաբերող դու լավ գիտես։ Նայեք շանթով Լևոն Քոչարյանը ոնց է ներկայացնում այն ծրագրերը, որոնք որ մեր
պետությունը դեռ առողջապահական ապահովության մեջ ոչինչ չունի արած։ Ապահովագրությունները, որ այդպես էլ չեն գործում։ Դուք նայեք այն ինչ որ շանթով հետ քաշեք եւ նայեք։ Հետ քաշեք, Սարգսյանը դրա ժամանակը չէր լարված իրավիճակը, բայց իրավիճակը։ Ինչ ես այսքան փոքրացել։ Դուք գիտեք որ ձեզ ինչքան լավ են վերաբերում, չնայած դուք ստորագրություններ եք դնում, որի հետ լավ չեք։ Ժամանակը չէր կաթողիկոսի։ Քնարեք դու իմ նկարը գրկած անդադ վազվզել։ Եկեղեցու կաթողիկոսի հարցը քննարկելու ժամանակ։ Իսկ այսօր մենք եկեղեցու հարց ենք քննարկում։ Ուրեմն ուշադիր լսեք։ Ուշադիր լսեք։ Գոնե ինձ եկեղեցու հետ կապված հարցերը տալու զգուշ եղեք, որովհետև նաև եկեղեցին մասնակից է եղել իհարկե Երուսաղեմի պատրիարքությունը մեր այն լայնածավալ ծրագրերի, որ պատերազմի հետևանքով անդամալուց դարձածներին քանի խմբեր եմ ես կազմակերպել, ուղարկել նաև բանակի հոգևոր ղեկավար կազմի հետ միասին, նաև պատրիարքության հետ, Երուսաղեմի, նաև մյուս հոգևորականների հետ, նաև հոգևորականներն են մասնակցել պատերազմին, զոհեր ունենք, վիրավորներ ունենք։ Հիմա այստեղ եկեղեցու խնդիրը նաև վախնիկ չէր, որ Ամրան Բաբաջյանը բացահայտեց, որ գերիների հարցով իմ մտքով անցավ, որ նկատելի է նաև եկեղեցական կառույցները օգտագործել, հակտրանալով, որ Ստամբուլում մեր պատրիարքը ունի որոշակի կշիռ, որով կարելի է նաև Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել գերիների հետ վերադարձի սխեմատիկ հարցերը եւ դա արվել է։ Հիմա եկեղեցի պետություն, այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Եկեղեցին պետք է չխառնվի։ Պետության ներսում պետք է հարցեր կարգավորել։ Լսի, հիմա դու հարց տվեցիր։ Դե հիմա լսի իմ պատասխանը, ընդ որում իմ պատասխանի մեջ շատ բաներ կա, որ ես կարող եմ տողատակով ասեմ, դուք պետք է հասկանաք։ Եկեղեցին միշտ կարևոր դերակատար ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ, բայց եկեղեցին պետք է հարցեր կամ դի պատասխանի ինքը պետք է լուծումներ գտնի։ Երբ որ հոգևորականը Կիրանցում խնդիր էր քաղաքական դնում եւ գալիս էր Երևան, եւ հիմա խնդիրը չլուծելով ինքը Կիրանցից հեռացել է, բայց եկեղեցին ինքը դարձավ թիրախ։ Նաև հասարակության մեջ, որտեղ պարզ չեղավ, եկեղեցին ինչի համար է պատասխանատու։ Եկեղեցին բոլոր իր կանոնակարգային պահանջները փայլակ չես լսում ինձ։ Այս որ մեկ խոսում եմ, չնայած հարցազրույց աշխատում եմ տալ այնտեղ, որտեղ ուզում եմ, այդ չի հարցը։ Եկեք հարաբերությունների մեջ լարվածությունները հեռացնենք, գտնենք լուծումներ։ Որն է այդ լուծումները։ Այս հարաբերությունների մեջ այն ինչ որ Աստծուն ասում, ինչ որ կեսարինը։ Եկեք հիմա այդտեղ չխառնելով, նաև եկեղեցին ինքը այդ կուսակրոնության հարցը ինքը լուծեր վաղուց։ Վաղուց դի լուծացել էր, վերջին հաշվով լուսավորիչը ինքը ընտանիք ա ունեցել։ Կառավարման 7 տարի հետո ինչու Փաշինյանը հիշեց եւ այս հարցը դարձեց օրակարգային Ես կարծում եմ դուք առիթ կունենաք հանրապետության վարչապետին այդ հարցը տալու։ Բայց ես լավ բան եմ տեսնում այս ամենի մեջ, այս քննարկումները բացի որ քաղաքական ինչ որ նրբերանգներ են ստանում, այս քննարկումները մեզ բոլորից մաքրում են։ Մենք այնուամենայնիվ պատվիրաններին պետք է ավելի լուրջ վերաբերվենք, մեր պարտականություններին պետք է լուրջ վերաբերվենք, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին, հատկապես չշնանալու հարցում։ 2015 Փաշինյանն ասում է, Բատանում պետք է պետությունը չխառնվի։ հնազանդեցման փորձ չի արվում այս երկրում։ Ում է հնազանդեցնենք։ Որ հնազանդեցնող լինենք, ձեզ կհնազանդեցնենք, ինչի մասին է խոսքը, ինչ է։ Հիմա որ ալիքումս բոլորդ սենց դարձել եք լրատվական ակրոբատներ։ Ոչ, ուզում ենք ամբից պաթողիկոս Աստծո կամքով, թե դա երբ կլինի, Աստված գիտի։ Իմիջիալոց կատակով ժամանակին մի հատ գաղտնիք ասեմ։ Չգիտեմ անուններ տամ թե չէ, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հանրապետության առաջին նախագահը, այսպես որ կատակներ ունենք, սիրում է կատակներ անի եւ նայում էր ասում էր վայ Լիլիթ, անուններ չեմ տալու, բայց դու կարաս ասես ում կարա վերաբերվի։ Ասում էր, որ եթե այս երկու քաղաքական գործիչները երեխա չունենային, իդեալական վեհապարի տեխնացիա։ Հիմա դուք այդ հանձնախմբում կարող է Ոչ, ներառվել։ ոչ, ես կուսակրոն չեմ։ Չէ, այդ հանձնախմբը որ պետք է վեհապարին ներառցնի։ Ես այս հարցերը թողեք հորով-մորով անենք, ինչի մասին է խոսքը։ Այս անվտանգային հարցերը դուք հետևել եք, ասենք ես 2 օրով։ Դուք հետևեք Իրանում ինչա կատարվում, ինչ ռիսկերի վտանգ։ Պարոն Թորոսյանը, ես այնքան ուրախ եմ, որ այստեղ է։ Պարոն Թորոսյան, քո պարտականությունների մի զգալի մաս ես իմանում։